Ծնողական ժամ, նոր քայլ աշխատանքի եւ ընտանիքի հավասարակշռության համար։ Աշխատող ծնողների սոցիալական պաշտպանությունը բարձրացնելու նպատակով աշխատանքային օրենսգրքում կատարվելու են փոփոխություններ։ Համապատասխան օրինագծով սահմանվում է ծնողական ժամ հասկացությունը, որը թույլ կտա մինչև 12 տարեկան, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ծնողներին ավելի ճկուն համատեղել աշխատանքն ու ընտանիքը առանց աշխատավարձի կորստի։ Նոր կարգավորումները նախատեսում են տարբերակված մոտեցում կախված երեխաների թվից եւ խնամքի բեռից, նվազեցնելով սթրեսը, ուշացումները ու աշխատավայրում վեճերը։ Հայաստանի կառավարությունը Ռոսսելխոզնադզորից պաշտոնական որևէ գրություն չի ստացել Հայաստանից ծաղիկների արտահանման ժամանակավոր սահմանափակման մասին։ Այսպիսի հայտարարություն է այսօր արել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Ըստ նրա, իրավիճակը կառավարելի է եւ ռուս գործընկերների հետ ակտիվ աշխատանքներ են ընթանում։ Մայիսի 20-ին հայտնի է դարձել, որ Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ կմտցնի Հայաստանից մատակարարվող ծաղկային արտադրանքի ներմուծման համար։ Կառավարությունը նախաձեռնել է փոփոխություններ 2025-2029 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրում, նպատակ ունենալով այն դարձնել առավել շահավետ եւ իրատեսական տնտեսվարողների համար։ Հաշվի առնելով տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների միջազգային գների աճը եւ վարկերի ցածր հասանելիությունը, առաջարկվում է բարձրացնել 1 գլխի հաշվարկային առավելագույն արժեքը մինչեւ 1.1 միլիոն դրամ, փոխհատուցման չափը մինչեւ 50%, իսկ վարկերը տրամադրել 0% տոկոսադրույքով եւ 18 ամիս արտոնյալ ժամկետով։ Փոփոխությունների նպատակն է լուծել ցածր մասնակցության խնդիրը, խթանել ավելի լայն շրջանակի ներգրավումը եւ ապահովել կովերի գլխաքանակի ու կաթի արտադրության աճը։ Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգվելու է եւս 6 ամսով եւ ուժի մեջ է մտնելու հուլիսի 6-ից։ Այս քայլը պայմանավորված է նրանով, որ վերջին տարիներին Սևանալճում սիգի պաշարների աճը դեռևս չի ապահովում ձկան բնականon աճն ու վերարտադրությունը։ Նշվում է, որ կայուն արդյունագործական ձկնորսության կարևորագույն պայմաններից մեկը բնական վերարտադրության պահպանումն է, իսկ միջազգային շուկայում բարձր գներով պայմանավորված արտահանումը կարող է մեծացնել մարդածին ազդեցությունն ու սպառողական վերաբերմունքը կենսապաշարների նկատմամբ։ Ակնկալվում է, որ կիրառվող սահմանափակումը կնպաստի Սևանալճի էկոլոգիական հավասարակշռության բարելավմանը։ Արմեն Նաթելյան, ժամը լրատվական։